Դասական մեխանիկայի դասընթացի 23-րդ դասախոսությունն է ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք Դալամբերի սկզբունքը, որը համապատասխանում է Արնոլդի գրքում 21-րդ գլխին, 21-րդ պարագրաֆին ավելի ճիշտ, Դալամբերի սկզբունքը։ Նախ վերհիշենք, թե ինչ էինք անում մինչև հիմա։ Որպեսզի պարզ լինի խոսելը, եկեք խոսենք մեկ նյութական կետի մասին։ Այսինքն մենք ունենք ինչ-որ կետ, որը գտնվում է եռաչափ տարածության մեջ, ու ենթադրում ենք, որ եթե ոչ մի սահմանափակում չկա, ապա կետի շարժումը կառավարվում է նյուտոնի հավասարմամբ, այսինքն զանգված անգամ երկրորդ հացանցալը, ենթադրում ենք, որ ուժային դաշտը պոտենցիալ է, հավասար է մինուս գրադիենտ ու x, որտեղ ուն ինչ-որ ֆունկցիա է R3-ից, ընդ որում, որպեսզի գոյության մասին խնդիրներ չառաջացան, գլոբալ գոյության մասին խնդիրներ չառաջանան, մենք միշտ ենթադրում ենք, որ ուն ներքևից սահմանափակ է։ Այս դեպքում հեշտ է ցույց տալ օգտագործելով էներգիայի պահպանող օրենքը, որ լուծումը որոշված է բոլոր տեղերի համար։ Հետո ասենք հետևյալը, ենթադրեցինք, որ R3-ում ունենք ինչ-որ բազմաձևություն, այսինքն պարզապես մակերևույթ, որովհետեւ տրվյալ չլինի, ենթադրում ենք, որ մակերևույթ չափողականությունը հավասար է 2-ի, այսինքն ոչ թե կորը, այլ իրոք մակերևույթ է։ Ու արեցինք հետևյալը, ասացինք, որ այս կետի վրա ազդում է ոչ միայն այս պոտենցիալը, այս պոտենցիալ ուժը, այլև մի ուրիշ ուժ, որը իրեն սեղմում է դեպի մակերևույթը երկու կողմից։ Ուրեմն ոնց այդ մոդելավորեցինք, Նյուտոնի հավասարման փոխարեն դիտարկեցինք հետևյալ հավասարումը, ձախ մասը մնում է նույնը, աջ մասին ավելացնում ենք պոտենցիալ, որը ունի հետևյալ տեսքը։ Ուրեմն ուն ոնց որ կարդպես լինում է, գումարած n անգամ ու վերցնում ենք հեռավորությունը կետից մինչև բազմաձևություն։ Սրա քառակուսին։ Ինչ ենք անում, նայում ենք հետևյալ սկզբնական պայմաններով, նայում ենք y0-ն m-ում գտնվող սկզբնական պայմանով։ Այսինքն սկզբնական արագությունը գտնվում է, սկզբնական դիրքը գտնվում է m բազմաձևության մեջ։ Դե բնականաբար արագությունն էլ ինչ որ ձևով տալիս ենք, սրա վրա սահմանափակում չկա, ինքը պարզապես վեկտոր է R3-ից։ Հարց ինչ է տեղի ունենում, այսինքն մենք դիտարկել ենք այս հարցը, թե ինչ է տեղի ունենում հետագծերի հետ, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Այս պոտենցիալ ուժը իրան փորձելու է սեղմել դեպի մակերևույթը, ազդում է դեպի մակերևույթը, ու մենք ապացուցել ենք հետևյալ թեորեմը, այսինքն ապացուցել ենք այն դեպքում, երբ m-ը պարզապես հարթություն էր, կոորդինական հարթություններից մեկը, բայց մոտավորապես նույն ձևով, փոփոխականի փոխարինումով կարելի է անել նաև ընդհանուր դեպքը։ Ընդհանուր դեպքը ես պարզապես ձևակերպել եմ առանց ապացույցի, հիմա մի հատ նորից վերհիշենք, ուրեմն թեորեմը ասում էր հետևյալը, ուրեմն ֆիքսում ենք ինչ-որ մի դրական տեղ, ցանկացած տեղի համար, ուրեմն ցանկացած տեղ դրական թվի համար, տեղի ունի հետևյալը, եթե ես նայում եմ լուծումը t-ն մինուս t միջակայքում, ապա y-տեն, որ ես վերևի հավասարման լուծումն է, այս սրա լուծումն է, ձգտում է ինչ-որ մի qt-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Ուրեմն որտեղով է q-ն, որտեղ qt-ն, t-ն պատկանում է r-ին, ուրեմն պետք է ասենք, պետք է գրենք Լագրանժյանը, որը սահմանված է մակերևույթի վրա։ Այդ դրա համար մենք ունենք նշանակում,
Եկեք պայմանականորեն գրեմ սենց L սահմանափակված m-ի վրա, դա գրենք, ուրեմն ինքը կախված է լինելու Q-ից և Q կետովից, բայց պայմանականորեն գրենք սենց, ուրեմն վերցնում եմ Նյուտոնի հավասարման համապատասխանող Լագրանժյանը ու սահմանափակում եմ m-ի վրա։ Մի փոքր ավելի ուշ կհիշեցնեմ, թե ինչ է այդ նշանակում, ուրեմն 1 երկրորդ x կետով m-ը բաժանած 2-ի 1 երկրորդ չէ, m-ը բաժանած 2-ի x կետով քառակուսի հանած ux ու ես պետք է սահմանափակեմ m-ի վրա, ուրեմն s Լագրանժյանին կամ Լագրանժի ֆունկցիային և ուրեմն որն են սկզբնական պայմանները, սկզբնական պայմանը, սկզբնական դիրքը նույնն է ինչ որ y-ի համար, իսկ սկզբնական արագությունը պետք է վերցնեմ պրոեկցիան y-ի սկզբնական արագության պրոեկցիան շոշափող հարթության վրա, այսինքն եթե s եղել է սկզբնական կետը, y0 կետը, այս m-ներ, սա y0 կետն էր, y0-ում ես ունեմ շոշափող հարթություն, արագությունը պարտադիր չի, որ գտնվի շոշափող հարթության մեջ, ինչ որ ցանկացած արագություն է, y կետով 0, ես վերցնում եմ սրա պրոեկցիան շոշափող հարթության վրա ու դա անվանում եմ Q կետով 0։ Ուրեմն Q կետով 0 պետք է լինի y0-ի պրոեկցիան շոշափող հարթության վրա։ Ուրեմն որտեղ Q-ն L Լագրանժի ֆունկցիայի և S սկզբնական պայմաններին համապատասխանող լուծումն է։ Համապատասխանող լուծումն է։ Մեծ էր արդյունքը, մի հատ եկեք արագ վերհիշենք, թե ինչ է նշանակում Լագրանժյանը սահմանափակել ինչ-որ բազմաձևության վրա կամ մակերևույթի վրա, ինչ պետք է անենք, եթե այդ մակերևույթը, որպեսզի նկարագրենք Լագրանժյանը, պետք է ինչ-որ կոորդինատներ ունենանք մակերևույթի վրա, ենթադրենք մակերևույթի վրա ունենք x հավասար է jq կոորդինատը, j-ն ինչ-որ ֆունկցիա է q-ից, որտեղ q-ն փոխվում է ինչ-որ բազմության մեջ, որը ընկած է արդեն R2-ում, ուրեմն ինչ պետք է անենք, պետք է վերցնենք սա, պետք է վերցնենք սա, ու դրա մեջ տեղադրենք JQ-ն, այսինքն մեր այս Լագրանժի ֆունկցիան բազմաձևության համար կունենա հետևյալ տեսքը, 1 երկրորդ m, x կետովի փոխարեն պետք է դնեմ dj dq, ուրեմն այս կլինի Այս ինչ կլինի, այս կլինի 3-ը 2-ի վրա մատրից, այսինքն 2 չէ, կունենա 3 տող և 2 սյունյակ, ու սա պետք է կիրառեմ Q կետովի վրա, այսինքն ստանամ եռաչափ վեկտոր, այդ n-ը ինչ որ, այս նույնն է ինչ որ x կետովը, վերցնեմ սրա քառակուսին և հանեմ ու JQ կետում, որպեսզի նկարագրեմ L-ի սահմանափակումը m-ի վրա, ես ներմուծեցի լոկալ կոորդինատներ, ցանկացած կետի շրջակայքում դա կարելի է անել, ու այդ լոկալ կոորդինատներում սահմանափակված Լագրանժյանը, այսինքն եկեք ստեղ դնենք L m ինդեքսով, սահմանափակված Լագրանժյանը կունենա այս տեսքը։ Ուրեմն այս են թեորեմներ, որը մենք մի քանի դասախոսություն առաջ տեսել էինք։ Հիմա հարցը հետևյալն է. արդյոք այս շարժումը, որը տեղի ունենում m բազմաձևության վրա, կարելի է նկարագրել առանց այս բարդ փոփոխությունների, ընդ որում մի քիչ ավելի գլոբալ նկարագրել, այսինքն այստեղ ամեն անգամ, որպեսզի նկարագրենք, պետք է ներմուծենք Լագրանժյան, Լագրանժյանը կախված է լոկալ կոորդինատներից, այս առանց այս ամեն ինչի արդյոք հնարավոր է շարժումը նկարագրել։ Եկեք մի հատ հարցը ձևակերպենք, հարց.
Ինչպես նկարագրել շարժումը հենց սկզբնական կոորդինատներում, էլի, այսինքն առանց ներմուծել լոկալ կոորդինատներ։ Ինչպես նկարագրել m-ի վրա շարժումը, x կոորդինատներում։ Այս հարցն ենք ուզում հասկանալ, հնարավոր է արդյոք ստանալ համարժեք նկարագրություն, բայց առանց այս տեսակ բարդ փոփոխությունների։ Ուրեմն պատասխանը տրվում է հենց Լամբերի սկզբունքով։ Եկեք մի սահմանում ներմուծենք, սահմանում։ Ուրեմն մենք ունենք UX պոտենցիալը, այս մեր արտաքին ուժն է, որ ազդում է նյութական կետի վրա, եւ ունենք M մակերևույթը։ Հիմա նայենք ցանկացած շարժում, ասենք թող ինքը որոշված լինի, չգիտեմ, թող R-ի վրա որոշված լինի, ամբողջ, բայց կարող է նաև ինչ-որ հատվածի վրա որոշված լինի, ուրեմն շարժում M-ի վրա։ Ունենք հետևյալ մեծությունը, x երկու կետով, ճիշտ mx երկու կետով եւ գումարած գրադիենտ ու x-ը կետում։ Ուրեմն եթե սա հավասար է 0-ի, ապա մենք պարզապես ունենք նյութական կետի շարժումը եռաչափ տարածության մեջ ու-ով սահմանված պոտենցիալ դաշտում։ Բայց այս x-ի մասին մենք ոչ մի բան չգիտենք, մենք չգիտենք, որ ինքը սրա շարժումն է, այսինքն s պարտադիր չի որ լինի 0, s ինչ որ մի վեկտորական դաշտ է, սրանով դնենք ft կամ r, ինքը կախված կլինի t-ից, ու s կանվանենք սահմանափակման կամ կապի հակազդեցության ուժը։ Լավ, կապի ասենք, կապը հենց մեր m բազմաձևությունն է, այսինքն մենք ստիպել ենք մասնիկին մնալ բազմաձևության վրա, որովհետեւ ինքը մնա բազմաձևության վրա, ինչ որ մի ուժ կա, որ իրան պահում է բազմաձևության վրա։ Եթե այս ուժը չլինի, ինքը գնա հենց այս պոտենցիալ դաշտով, բայց ինքը մնում է, հետեւաբար սա կարող է 0 չլինել։ Հենց այդ անվանում ենք կապի հակազդեցության ուժ։ Ուրեմն այս սահմանումներ սրա կապի հակազդեցության ուժն է։ Հիմա ինչ կարող ենք ասել այս հակազդեցության ուժի մասին։ Եկեք մի ակնհայտ բան գրեմ ու մի քիչ էլ ու վերադառնալով այս նախորդ թեորեմին դրա հետ կապված մի ուրիշ բան։ Ուրեմն մենք ունենք հետևյալ ակնհայտորեն, որ m x երկու կետովը հավասար է, պարզապես սա տանում եմ աչմաս, մինուս գրադիենտ ուն x կետում եւ գումարած r։ Բայց մյուս կողմից վերադառնանք, թե ոնց էինք ստացել շարժումը բանի վրա, m-ի վրա, մենք ստացել ենք ստեղից։ Եկեք էլ գրենք, ուրեմն m y երկու կետով հավասար է մինուս գրադիենտ, ու սրա փոխարեն դնում եմ ու y գումարած n անգամ հեռավորությունը y-ից մինչև m ու բարձրացրած քառակուսի։ Երբ ես վերցնում եմ սրա գրադիենտը, այս անդամի գրադիենտը, ստանում եմ ուժ, որը ուղղահայաց է m-ին։ Եկեք գրենք գրադիենտ d y m քառակուսին ուղղահայաց է m-ին։
Այսինքն եթե վերցնում եմ կետ m-ի վրա ու հաշվում եմ սա, ինքը լինում է ուղղայաց։ Մյուս կողմից ես գիտեմ, որ սրա սահմանը հենց շարժումն է m-ի վրա։ Այսինքն բնական է ենթադրել, որ այս r-ն էլ պետք է ուղղայաց լինի։ Այս ամեն ինչը նրա համար, որովհետեւ հիմնավորեմ հիմա այն ինչ որ ուզում եմ ձևակերպել Դալամբերի սկզբունքը։ Մի հատ նորից որտեղից է գալիս սկզբունքը։ Մենք գիտենք, որ s ձգտում է m-ի վրա շարժման։ Այսինքն ինքը ձգտի ինչ որ մի հատ շարժման, որը տեղի ունենում միայն m-ի վրա։ Հիմա եկեք այդ շարժումը այս լինի այս x-ի փոխարեն վերցնենք հենց այդ շարժումը, որին ձգտում է այս y-ը։ Դե եթե ֆորմալ անցնում ենք սահմանի, այս երկրորդ հավասարումից առաջի հավասարումը, այս անդամները մեկը գնում է մյուսի վրա, սա էլ ենթադրում է որ գնա սրա վրա։ Քանի որ s եղել է ուղղայաց, կարելի է ենթադրել, որ այս ուժն էլ, որը մեր նյութական կետը պահում է m-ի վրա, նույնպես կլինի ուղղայաց։ Ուրեմն ինչ է ասում Դալամբերի սկզբունքը։ Դալամբերի սկզբունքը ասում է հետևյալը։ Ուրեմն դիցուք ու-ին համապատասխան ոնց գրենք, ու-ի պոտենցիալ դաշտում շարժվող նյութական կետը նյութական կետը մնում է m բազմաձևության վրա կամ եկեք sense ասեմ նյութական կետը ենթարկվում է կամ բավարարում է m հոլոնում կապին կամ m հոլոնում սահմանափակմանը։ Ուրեմն ապա տեղի ունի n ինչ որ ես փորձեցի նկարագրել ստեղ։ Ուրեմն ցանկացած տեպահին ես հիմա գրելու եմ n փաստը, որ այս r ուժը ուղղայաց է մակերևույթին, ինչ է նշանակում ուղղայաց է, նշանակում է ինքը ուղղայաց է ցանկացած շոշափող վեկտորի x-t կետում։ Դա եկեք հենց այդ գրենք։ Ուրեմն ցանկացած t-ի համար r-ից եւ ցանկացած xi վեկտորի համար, որը պատկանում է x-t կետում m-ին շոշափողարտությանը, տեղի ունի հետևյալը. r-ը ինչն էր? R-ը հենց m(x2) կետով գումարած գրադիենտն էր։ m(x2) կետով t գումարած գրադիենտ u xt եւ վերցնում եմ սկալար արդարալ xi-ի հետ, սա պետք է լինի 0։ Ուրեմն սա է Դալամբերի սկզբունքը։ Մի հատ նորից ունենք ու պոտենցիալ դաշտ, ու-ին համապատասխան պոտենցիալ դաշտ, ունենք ինչ որ մասնիկ, որը շարժվում է այդ դաշտում, բայց մնում է m բազմաձևության վրա, այսինքն սահմանվում է m հոլոնում կապին։ Այդ դեպքում պետք է տեղի ունենա սա։ Ուրեմն s ինչ որ գրված է, իհարկե թեորեմ չի, այսինքն մենք ոչ մի ձևով ես չենք ապացուցել։ Մենք պարզապես ինչ որ արդյունքներից ենթադրել ենք, որ եթե սա տեղի ունի, ապա պետք է տեղի ունենա Դալամբերի սկզբունքը։ Ուրեմն առավելությունը ինչն է ստեղ, որ ստեղ մենք լոկալ կոորդինատներ չունենք։ Մենք ունենք ամբողջ R3 տարածությունը, R3-ի մեջ ունենք մակերևույթ, ունենք ինչ որ շարժում, որը տեղի ունենում ու-ին համապատասխան պոտենցիալ դաշտում, բայց ինքը մնում է m-ի վրա։ Այդ դեպքում արդյունքը ասում է, որ տեղի ունի սա։ Հիմա ո՞րն է այս ամեն ինչի կապը նախորդի հետ։ Այս ամեն ինչի կապը նախորդի հետ
հետևյալն է, որ Լագրանժի հավասարումները կամ Էյլեր-Լագրանժի սկզբունքը, որ շարժումը համապատասխանում է ինչ-որ մի ֆունկցիոնալի էքստրեմալներին, դրանք համարժեք պնդումներ են։ Այսինքն Դալամբերի սկզբունքը հիմա կձևակերպեմ, Դալամբերի սկզբունքը այդ նույն բանն է, ինչ որ համապատասխան ձևով ընտրված ֆունկցիոնալի, արդեն ոչ թե կլինի բացարձակ, այլ պայմանական էքստրեմալ։ Ուրեմն ինչ ենք անում։ Վերցնում ենք մեր Լագրանժի ֆունկցիան, Լագրանժյանը, որը համապատասխանում է սկզբնական համակարգին, այսինքն φx-ը հավասար է, նայում ենք ինչ-որ T0 T1 հատվածի վրա, ինտեգրալ T0-ից T1, 1 երկրորդ m x կետով, դե բնականաբար կախված է T-ից քառակուսի, հանած ու xt dt ու ենթադրում ենք, որ սկզբնական եւ վերջնական կետերը ֆիքսված են։ xt0-ն հավասար է x0-ի, xt1-ը հավասար է x1-ի, ու այս երկու կետն էլ գտնվում են մեր բազմաձևության վրա։ Ու ամբողջ կորը մնում է բազմաձևության վրա, այսինքն ցանկացած t-ի համար t0 t1-ից xt-ն պատկանում է m-ին։ Հիմա նախորդ անգամ, որպես սահմանենք էքստրեմալ, մենք ինչ արեցինք, մենք ստեղ վերցրեցինք x-ը փոխարինեցինք x գումարած h-ով ու ասեցինք, որ կոպիտ ասած ասեցինք հետևյալը, որ φ x գումարած h հանած φ x-ը պետք է լինի փոքր ա h-ի նորմից։ Ուրեմն ստեղ ինչ է h-ը։ H-ը ցանկացած կոր է, որը ընկած է, որը անընդհատ է T0 T1-ի վրա ու ծայրակետերում 0 է։ H-ը T0-ում հավասար է h T1-ում հավասար է 0-ի։ Ուրեմն այս n դեպքում, եթե մենք չունենք ոչ մի բազմաձևություն, մենք ունենք պարզապես մասնիկ, որը շարժվում է ու պոտենցիալ դաշտում։ Ուրեմն մենք ապացուցել էինք այդ, որ ինչ որ մի xt կոր այդ շարժման ուղղացիր է, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի սա։ Այսինքն վերցնում ենք Լագրանժի ֆունկցիան, վերցնում ենք այս ֆունկցիոնալը φx-ը, որը Լագրանժի ֆունկցիայի ինտեգրալն է, նայում ենք, թե ինչ է տեղի ունի դրա հետ, երբ մենք h-ով փոխում ենք հետագիծը, ավելի ճիշտ ուղղացիրը, այն ինչ որ ստացվում է պետք է լինի փոքր h-ից։ Հիմա մենք ունենք ուրիշ իրավիճակ, մենք ունենք ոչ միայն արտաքին պոտենցիալ դաշտ, մենք ունենք նաև բազմաձևություն m։ Այսինքն սրանից ելնելով բնական է ձևակերպել այս նույն սկզբունքը, բայց նայելով միայն n h-երը, որոնց համար x պլյուս h-ը մնում է բազմաձևության վրա։ Մենք ներմուծենք հետևյալ սահմանումը, սահմանում ուրեմն կասենք, որ xt, որտեղ t-ն պատկանում է T0 T1-ին, այսինքն մեր կորը որոշված է T0 T1 միջակայքի վրա ու ընկած է m-ի վրա։ xt կորը φ պայմանական էքստրեմալ է, այսինքն ստեղ սահմանում ենք պայմանական էքստրեմալի հասկացությունը, եթե տեղի ունի հետևյալը, այս հավասարության մեջ
x պլյուս h-ի փոխարեն գրում եմ y։ Ամիրը այստեղ չասի, թե որն է h-ի նորմա։ Լավ, եկեք գրեմ, հետո կասեմ։ Ուրեմն phi y հանած phi x-ը հավասար է փոքր o y հանած x-ի նորմից, որտեղ կամ լավ, թողնի փոքր o կարող էի գրել նաև իրականում կարող էի գրել նաև մեծ o x y հանած x-ի քառակուսի։ Նույն արդյունքն է տալիս, որտեղ y-ը նույնպես ընկած է m-ի մեջ։ Ու բնականաբար ընդունում է նույն արժեքները, այստեղ մենք ընտրենք, որ h-ն է 0 դառնում, դրան համապատասխանում է այն, որ y-ը ծայրակետերում համընկնում է x-ի արժեքների հետ։ Y T0-ն հավասար է x T0-ի և y T1-ը հավասար է x T1-ի։ Հիմա նորմի մասին։ Այստեղ ձևով նշանակել եմ C1 նորմա, այսինքն ինչ է, մաքսիմում, երբ t-ն փոխվում է T0 T1-ի վրա և վերցնում եմ h գումարած h կետով։ Մենք եկեք նորից փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ունենք ինչ-որ բազմաձևություն, այսինքն եռաչափ տարածության մեջ ունենք երկչափ մակերևույթ։ Ստեղ ունենք այս phi ֆունկցիոնալը, որը կարող ենք հաշվել ցանկացած կորի համար, որը գտնվում է R3-ում։ Մենք այդ հաշվում ենք m-ի վրա ընկած կորերի համար։ Բայց m-ը ընկած է R2-ում, այսինքն ես կարող եմ հաշվել կետերի միջև ընկած հեռավորությունը։ Հիմա կասենք, որ այս x կորը phi պայմանական էքստրեմում է, եթե տեղի ունի հետևյալը։ Վերցնում ենք ցանկացած y, որը դուրս է գալիս նույն կետերից ինչ-որ x-ը, էլի C1 դասից է ու ամբողջությամբ ընկած է m-ի վրա։ Ստանում ենք ինչ-որ ուրիշ արժեք, ստանում ենք phi y արժեքը։ Հիմա ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա հետևյալը, որ phi y հանած phi x-ը պետք է լինի փոքր o y հանած x-ից։ Այսինքն, եթե ես վերցնեմ ինչ-որ կորերի հաջորդականություն, որը զուգամիտում է x0 հանած x1-ին, հաշվեմ սա, բաժանեմ նորմի վրա, ապա սահմանը պետք է լինի 0։ Այդ իմաստով է սա փոքր o։ Այսինքն ցանկացած, եկեք գրենք այդ, ուրեմն ցանկացած y-ի համար, y-ն t-ի համար, որտեղ t-ն ընկած է T0 T1-ի վրա, T0 T1 հատվածում, այս կորը պետք է ընկած լինի ստեղ, ու պետք է տեղի ունենան եզրային պայմանները, y-ն T0-ն հավասար է x T0-ի, y-ն T1-ը հավասար է x T1-ի։ Ու տեղին ու հետևյալը, եթե ես վերցնում եմ y-ն հանած x-ի նորմը, այս C1 նորմը, ոնց որը գրված է ստեղ, ապա այս ձգտում է 0-ի։ Ուրեմն, եթե սա ճիշտ է, ապա պետք է ճիշտ լինի նաև հետևյալը։ Phi y-ն հանած phi x բաժանած y-ն հանած x-ի արդեն C1 նորմ, սա պետք է ձգտի 0-ի։ Կամ եթե վերցնեի քառակուսով, ապա կլիներ հետևյալը, որ phi y, այսինքն գրեի ոչ թե փոքր o է y հանած x-ից, այլ մեծ o է y հանած x-ի քառակուսու, phi y հանած phi x-ը բաժանած phi y-ն հանած phi x-ը բաժանած y-ն հանած x-ի
նորմի քառակուսին պետք է փոքր լինի ինչ-որ c-ից, որտեղ c-ն կախված չի n-ից։ Ուրեմն S է պայմանական էքստրեմալի հասկացությունը։ Ուրեմն պայմանական էքստրեմալ մեծ անհագանությամբ դուք արդեն տեսել եք, բայց վերջավոր թվով փոփոխականների համար ու այդ դեպքում կա անհրաժեշտ պայման, որը կոչվում է Լագրաժի պայման։ Մոտարապես ուրեմն եկեք որպես օրինակ նայենք այդ օրինակ ուրեմն եթե ունենք ինչ որ մի մակերևույթ m ընկած R երեքում, այս մակերևույթի վրա ունենք ինչ որ մի f ֆունկցիա, մակերևույթի վրա չէ, բոլոր տեղերում ունենք f ֆունկցիան որոշված է ամենուրեք R3-ից գնում է R ու ենթադրում ենք, որ ինչ որ մի x0 կետում այս ֆունկցիան ունի մինիմում, բայց եթե նայում են ֆունկցիան միայն m-ի կետերի համար, այսինքն ես ենթադրում եմ, որ գոյություն ունի ինչ որ R, այնպես որ phi x0-ն հավասար է մինիմում հետևյալ մեծությունների, ես վերցնում եմ fx-ը, որտեղ x-ը ընկած է x0 կենտրոնով և r շարավով գնդի մեջ, բայց նաև m-ի վրա։ Ուրեմն եթե սա ճիշտ է, ուրեմն եթե x0-ն f-ի պայմանական մինիմում է, ապա Լագրաժի թեորեմը ասում է հետևյալը. f-ի գրադիենտը x0 կետում պետք է ուղղայաց լինի ցանկացած շոշափ, պետք է ուղղայաց լինի մակերևույթին, իսկ այդ նշանակում է, որ ինքը պետք է ուղղայաց լինի ցանկացած շոշափող վեկտորի։ Այսինքն գրադիենտը ուղղայաց է x-ին ցանկացած x-ի համար, որը ընկած է x0 կետում շոշափող հարթության մեջ։ Ուրեմն այս Լագրաժի թեորեմն է վերջավոր թվով փոփոխականների համար։ Մենք ունենք ուրիշ իրավիճակ, մենք ունենք ֆունկցիոնալ, որը կախված է կորից, այսինքն ինքը որոշված է անվերջ չափանի տարածության մեջ։ Անվերջ չափանի տարածության մեջ էլ հնարավոր է կառուցել դիֆերենցիալ հաշիվ, հաշվել, այսինքն ներմուծել այս գրադիենտի հասկացողությունը, որ իրականում կլինի հացանցյալը եւ այլն, բայց այդ ամեն ինչը անելու կարիք չկա հիմա, որովհետև մենք կարող ենք այս բանը անել պարզապես ուղիղ հաշվելով, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն, որպեսզի թեորեմը կարողանամ ձևակերպել, այսինքն լավ, սկսենք թեորեմի ձևակերպումից, հետո տեսնենք որն է կապը մեր բանի հետ։ Ուրեմն թեորեմ, մի հատ վերհիշենք, ստեղ ունեինք պայմանական էքստրեմալի հասկացությունը, սա էր։ Ուզում ենք հասկանալ, թե երբ է ինքը պայմանական էքստրեմալ։ Ստեղ մենք կոնկրետ Լագրաժի թեորեմում վերցրեցի մինիմում, որովհետև թեորեմի ձևով է ձևակերպում, որ եթե էքստրեմում է, ապա պետք է բավարարի ինչ-որ պայմանների։ Էքստրեմալ մենք սահմանեցինք այս ձևով, այսինքն մինիմումի կամ մաքսիմումի մասին խոսք չկա։ Պարզապես ինքը ստեղ ըստ էության գրված է, որ phi դիֆերենցիալ հավասար է 0-ի, եթե ես նայում եմ m-ի վրա ընկած կորերի համար։ Ուրեմն թեորեմը ասում է հետևյալը. մի քիչ լրացուցիչ ողորկություն է պետք, ուրեմն դիցուկ xt, որտեղ t0 t-ն որոշ պատկանում է t0 t1-ին, ու s ընկած է m-ի վրա, դիցուկ xt c2 դասի կորը, phi պայմանական էքստրեմալ է։
Ա, Իրականում իրականում համարժեքություն է S, այսինքն ստեղ դիցուկ կարող եմ հանել xt c2 դասի կորը ֆի պայմանական էքստրեմալ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ուրեմն շատ նման է այս պայմանին, այս կապի հազգազդեցության ուժը ցանկացած t պահին ուղղահայաց է շոշափող հարթության, այսինքն ցանկացած t-ի համար t0 t1 հատվածից եւ ցանկացած x-ի համար t xt(m) շոշափող տարածությունից տեղի ունի հետեւյալը m երկու կետով t գումարած գրադիենտ ու xt սկալար դրալ x-ի հետ հավասար է 0-ի։ Մի հատ նորից ինչ է ասում թեորեմը։ Թեորեմը ասում է հետևյալը, որ C2 դասի կորը ֆի պայմանական էքստրեմալ է, այսինքն ֆի ճակերտավոր դիֆերենցիալը սրա վրա 0 է, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի սա։ Մինչև ապահովել մի հատ հասկանանք, թե որն է մեր կապը այս Լագրանժի հավասարումների հետ։ Այսինքն այս պայի դրությամբ դեռ Լագրանժի հավասարում չկա։ Կա m-ի վրա կա φ ֆունկցիոնալ, որը մենք նայում ենք m-ի վրա ընկած կորերի համար։ Սահմանեցինք դրա էքստրեմալ կետի հասկացությունը, ու ասացինք էքստրեմալը այն եւ միայն դեպքում, երբ տեղի ունի սա։ Այս էլ հենց Դալամբերի սկզբունքն էր, որ պետք է լինի ուղղայաց սրան։ Այսինքն Դալամբերի սկզբունքը այդ նույն բանն է, ինչ որ կորի էքստրեմալ լինելը, պայմանական էքստրեմալ լինելը ֆիի համար։ Հիմա հարցը այն է, իսկ որն է կապը պայմանական էքստրեմումի եւ Լագրանժի համակարգի համար m-ի վրա դիտարկվող Լագրանժի համակարգի միջև։ Ուրեմն կապը հետեւյալն է։ Ուրեմն ոնց ենք անում, վերցնում ենք m-ը, m-ի վրա ներմուծում ենք լոկալ կոորդինատներ, նշանակենք, ասենք G, որը կախված է Q-ից։ Q-ն ընկած է ինչ-որ մի բաց տիրույթում, որ պատկանում է ինչ-որ մի բաց տիրույթի, որի երթին ընկած է R2-ի մեջ։ Ուրեմն ոնց հաշվենք ֆին x-ի վրա, այսինքն եթե ես ունեմ կոր xt, ես իրեն կարող եմ ներկայացնել լոկալ կոորդինատներում որպես ժեն հաշված ինչ-որ qt-ի վրա, որտեղ qt-ն պատկանում է մեր ուին։ Գոնե լոկալ ես կարող եմ սա անել։ Այդ դեպքում φ x-ը կունենա հետևյալ տեսքը, այսինքն այն ինչ որ մենք արդեն բազմաթիվ անգամ արել ենք, ինտեգրալ t0-ից t1 x կետովի փոխարեն տեղադրում եմ այն ինչ որ պետք է, այսինքն ստացվում է 1/2 m, ստեղ պետք է վերցնեմ dg dq-ն, հաշվեմ qt կետում ու այս հացանցյալը, այս մատրիցը կիրառեմ q կետով t-ի վրա, սրա քառակուսի հանած ու qt։ Ֆին x կորի վրա, որը լոկալ կոորդինատներում տրվում է qt կորով, ես կարող եմ գրել այս ձևով։ dt, սրա համար մենք ունենք նշանակում, այս n ինչ որ ստացվել է, մենք սահմանեցինք lm, որը կախված է q-ից եւ q կետովից։ Այսինքն այս ինտեգրալ t0-ից t1 lm
Q Q կետով դեպ է։ Ա, Հիմա, այսինքն, ինչ է նշանակում, որ այս x-ը պայմանական էքստրեմում է, այդ նշանակում է, որ այս x-ին համապատասխան q տեկորը այս ֆունկցիոնալի պարզապես էքստրեմում է։ Բայց այս տեսակ ֆունկցիոնալի էքստրեմումի համար մենք ունենք անհրաժեշտ եւ բավարար պայման։ Ուրեմն q-տեն, որտեղ տեն ընկած է t0 t1-ի մեջ։ Ուրեմն եկեք սրան մի անուն տանք, այս թողնի phi սահմանափակումը m-ի վրա ու հաշված q կորի վրա։ Ուրեմն q-տեն phi mq-ի էքստրեմալ է, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղ ունի Լագրանժի հավասարումը։ Ուրեմն d dt dlm dq կետով պետք է վերցնեմ այս qt q կետով կետերում հանած dlm dq օգտագործում եմ բնականաբար վեկտորական նշանակումները։ Այսինքն մի հատ հասկանանք, թե ինչ արեցինք։ Ունեինք x-ը, որը phi պայմանական էքստրեմալ էր, ենթադրելով, որ ամբողջ կորը ընկած է ինչ-որ մի լոկալ կորդինատական համակարգում, ժ-ով տրված, phi-ն գրեցինք այս տեսքով։ Ստեղ հիմա արդեն համապատասխան q տեկորը կլինի սրա արդեն առանց որևէ պայմանի էքստրեմալ, որովհետև եթե վերցնեմ q-ին մոտ կոր, ըստ սահմանման j-ի ինքը ընկած է լինելու m-ի վրա։ Այսինքն phi ոչ պայմանական էքստրեմալը այդ նույնն է, ինչ որ L m-ին համապատասխանող ֆունկցիոնալի ոչ պայմանական էքստրեմալ։ Իսկ սրան համապատասխանող ոչ պայմանական էքստրեմալները միայն նրանք են, որոնք բավարարում են Էյլեր-Լագրանժի հավասարմանը։ Իսկ սրանք էլ n հավասարումներ, որը մենք կստանայինք, եթե վերցնեինք ֆորմալ այս բան անեինք ինչ-որ սկզբում։ Այսինքն վերցնեինք ինչ-որ շարժում, ավելացնեինք այս պոտենցիալը, սեղմող մակերոյթի սեղմող պոտենցիալը եւ հասնեինք սահմանի։ Այսինքն եզրակացությունը հետեւյալն է, որ եթե ես ունեմ m-ին համապատասխանող Լագրանժյան համակարգ, ապա դրա լուծումը, եթե ես ապահովեմ այս թեորեմը, եթե ես ապահովեմ պայմանական էքստրեմումի եւ Դալամբերի սկզբունքի համարժեքությունը, ապա կունենամ հետեւյալ հետևանքը։ Եկեք գրենք այդ հետևանքը։ Ուրեմն հետևանք ուրեմն x-t, որտեղ t-ն որոշված է t0 t1-ի վրա, x-t կորը եկեք պայմանական գրենք սենց ml Լագրանժյան համակարգի լուծում է, այդ նույն բանն է, որ տեղի ունի Դալամբերի սկզբունքը։ Ուրեմն ցանկացած t-ի համար, կամ եկեք պարզապես գրեմ Դալամբերի սկզբունքը։ x-t-ի համար տեղի ունի Դալամբերի սկզբունքը։ x-t-ի համար տեղի ունի Դալամբերի սկզբունքը։ Արդյոք կան հարցեր սրա վերաբերյալ։
Շատ լավ, եթե հարցեր չկան, նստել ինչ պետք է արագացնենք, ուրեմն եկեք ապացուցենք թեորեմը, կամ գոնե հիմնական մտահղացումները, ուրեմն ապացույց, թեորեմի ապացույցը, եկեք գրենք, թե ինչ է նշանակում, եկեք հաշվենք φy հանած φx-ը, ուրեմն ուզում ենք հաշվենք φy հանած φx-ը, որտեղ y-ը մի ուրիշ կոր է, եթե ես y-ը ներկայացնեմ x գումարած h, բայց պետք է ուշադրություն դարձնեմ, որ այս h-ը ցանկացած չի, այս h-ը պետք է լինենց, որ y-ը մնա m-ի վրա։ Եկեք մի հատ գրենք, թե ինչ է ստացվում, այս նույն հաշվարկն է, ինչ որ մենք նախորդ անգամ ենք արել, ինտեգրալ t0-ից t1, կստացվի 1 երկրորդ m x կետով գումարած h կետով քառակուսի, հանած 1 երկրորդ m x կետով քառակուսի և հանած ու x գումարած h հանած ու x դեպի ուրեմն ես առաջի անդամը ստեղ նորմի քառակուսի հեշտությամբ կարող եմ հաշվել, ուրեմն ինչ է ստացվում, սա ստացվում է այսքանը x կետով քառակուսի գումարած 2 անգամ x կետով h կետով սկալար արտադրյալ գումարած h կետովի քառակուսի։ Եթե ես գրեմ, սա սրա հետ կրճատվելու է, մնում է հետևյալը, ինտեգրալ t0-ից t1, ուրեմն m անգամ x կետով h կետով գումարած 1 երկրորդ m h կետովի քառակուսի, ուրեմն միջին արժեքի թեորեմը օգտագործելով սա ես կարող եմ գրել հետևյալ ձևով, հանած գրադիենտ ում, որը ես հաշվում եմ x-t-ի վրա, սկալար արտադրյալ h-t-ի հետ, այսինքն միջին արժեքի թեորեմ գումարած ածանցյալի անընդհատությունը, որտեղ իրականում ստեղ պետք է լիներ ոչ թե x-t կետում, այլ ինչ-որ միջակայալ կետում, այդ դեպքում կլիներ հավասարություն, բայց այդ միջակայալ կետը ես փոխարինեցի x-t-ով, n ինչ որ մնում է, ինքը լինում է փոքր օ1-ից, կամ քանի որ ողորկ դեպքն է լինում է մեծ օ h քառակուս h-ից, այսինքն ստեղ կարող եմ ավելացնել գումարած մեծ օ h-t քառակուսուց։ Դեպ է։ Ընդ որում ստեղ այս մեծ օ-ում կոնստանտները բոլորը հավասարաչափ են ըստ էի, քանի որ բոլորը ողորկ են։ Հիմա, ուրեմն այս երկու անդամը, սա և սա, ինտեգրելուց հետո տալիս են մեծ օ նորմի քառակուսուց, ինտեգրելուց հետո։ Այսինքն, այս մեջ էքստրեմալի սահմանման մեջ ոչ որևէ բան չեմ փոխի, եթե ես դրանք մի կողմ նետեմ։ Այսինքն ինչ է ստացվում, հավասար է այս անդամում ես կարող եմ ինտեգրալ մասերով h-ի վրայի ածանցյալ t-ի վրա գցելով կառաջանա մի հատ մինուս նշան, ընդ որում եզրային անդամներ չեն լինի, քանի որ h-ը դառնում է 0, այսինքն ստացվի հավասար է, ուրեմն մինուս նշան կա, այդ կբերենք դուրս, ինտեգրալ t0-ից t1 լինում է m x 2 կետով կախված t-ից, արդեն կլինի գումարած, քանի որ մինուսը դուրս հանեցի, գրադիենտ ու x-t կետում ու այս սկալար արտադրյալ h-t-ի հետ, դետ է, և գումարած մեծ օ h-ի քառակուսուց։ Ուրեմն այս
Ճիշտ է բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է հաշը։ Հիմա մենք ինչ ենք ուզում ապահովել։ Մենք ուզում ենք ապահովել, որ ցանկացած t-ի համար այս սա ուղղայաց է շոշափող վեկտորին։ Մենք սկսել մի անուն տանք։ Այս վեկտորական վեկտոր է, որը կախված է t-ից։ Եկեք իր անուն դնենք, ասենք v կախված t-ից։ Ուրեմն ինչ ունենք։ Եթե x-ը էքստրեմալ է, ապա սա պետք է լինի փոքր o հաշից։ Հիմա մի լեմ ձևակերպեմ, տեսնենք ուրեմն լեմը հետևյալն է։ Ուրեմն դիցուք վետ է, որտեղ տեն փոխվում է t0 t1 հատվածի վրա վեկտորական ֆունկցիան, այսինքն վեկտորական արժեքներ ունեցող ֆունկցիան R3 տվյալ դեպքում, վեկտորական ֆունկցիան այնպիսին է, որ տեղի ունի հետևյալը, ինտեգրալ t0-ից t1 վետ է սկալար արթրյալ հաշտ է դետեն հավասար է 0-ի, հավասար չի 0-ի, հավասար է փոքրո հաշից, հավասար է փոքրո հաշից, իրականում ստեղ կարող եմ նույնիսկ վերցնել ոչ թե հաշի C1 նորմ, այլ հաշի C նորմ, ընդ որում հաշը ցանկացած չի, հաշը բավարարում է հետևյալ, ուրեմն այս վետեն ինքը ամեն կետում ինչ-որ մի x-t կետի շոշափող տարածությանն էր պատկանում։ Չէ, շոշափող տարածության չէր պատկանում, ինքը ուղղակի կիրառված էր այդ կետում։ Այս վետեն ինքը վեկտորական ֆունկցիա է, բայց վետեն ինքը կիրառված է x-t կետում։ Այսինքն վետեն ինքը պատկանում է պայմանականորեն սենց գրենք շոշափող տարածությանը, բայց R3-ին։ Այսինքն ես ուզում եմ շեշտել, որ վետեն կիրառվում է այս կետում։ Ու հաշվում եմ սկալար արթրյալ վետ է հաշտի հետ, որտեղ հաշտեն ցանկացած t-ի համար որտեղ հաշտեն, լավ, եկեք գրեմ պատկանում է xt m-ին ցանկացած t-ի համար։ Ուրեմն ապա ցանկացած t-ի համար վետեն ուղղայաց է շոշափող տարածությանը m-ին։ Մի հատ նորից ես ունեմ m մակերևույթը, m-ի վրա ունեմ ինչ-որ x-t կոր, x-t կորի ցանկացած կետում ես ունեմ վեկտոր, այս մեր վետ է վեկտորական ֆունկցիան է։ Այս x0-ն էր, x1-ն էր։ Հիմա ես վերցնում եմ ցանկացած հաշտ է, այնպիսին, որ ցանկացած x-t կետում հաշտեն պատկանում է շոշափող տարածությանը։
Այսինքն այս h վեկտորը ցանկացած չի, ինքը պետք է ընկած լինի շոշափող տարածության մեջ։ H-ն պատկանում է t xtm-ին։ Ու ինչ եմ ենթադրում։ Ենթադրում եմ, որ ցանկացած այս տեսակ վեկտորական ֆունկցիայի համար ինտեգրալը հավասար է փոքր h-ից։ Եզրակացությունը այն է, որ ապա vt-ն տարբերակ չունի, պետք է բոլոր տեղերում ուղղայաց լինի շոշափող հարթությանը։ Ուրեմն չի ես լեմը լուծում մեր բոլոր հարցերը, որովհետև ուրեմն որն էր h-ն։ Եկեք նկարեմ շոշափող տարածության տեսակետից։ Ուրեմն այս մեր շոշափող տարածությունն է։ Այս շոշափող տարածությունը ստեղ կա մեր MT մակերևույթը, որի համար շոշափող ուրեմն T xtm-ն է սա, այս էլ մեր մակերևույթն է։ Ասենք երկու ուղղությամբ պետք է նկարեմ, լավ սենց անեմ, որ բարձ լինի, որ մակերևույթի մասին է խոսքը։ Հիմա այս մեր x-t կետն է։ Ես վերցրել եմ h այնպես, որ տարբերությունը x-t ոչ թե տարբերությունը, այլ x-t գումարած h-ն ընկած լինի m-ի վրա։ Մեր h-ը այստեղ ընկած h-ը ինքը շոշափող տարածության մեջ չի։ Ինքը այնպիսին է, որ x-t գումարած h-ն ընկած լինի m-ի վրա։ Ուրեմն x-t գումարած h-ն պատկանում է m-ին։ Հիմա եթե ես h-ն փոխարինեմ իր պրոյեկցիայով շոշափող տարածության վրա, այսինքն եթե ես վերցնեմ h ալիքով t-ն, որը հավասար է պրոյեկցիա x-t կետում շոշափող տարածության վրա։ Այսինքն սրա փոխարեն ես վերցրեցի իր պրոյեկցիան։ Այս x-t գումարած h ալիքով t-ն է։ x-t այս կետը x-t գումարած h ալիքով t։ Ես մտնում եմ, որ սրանց միջև հեռավորությունը h ալիքով t հանած պրոյեկցիա x-t h-ն ինքը փոքր է h-ի նորմից։ Ես մտնում եմ, որ համարյա տրիվիալ բան է, որովհետև ինչ ունեմ։ Ունեմ ինչ-որ մակերևույթ, որը շոշափում է ինչ-որ հարթության։ Այդ դեպքում այս հեռավորությունը կլինի փոքր h-ի երկարությունից։ Այդ տոնում եմ ինքնուրույն ապացուցելու համար, պարզ մաթեմատիկական խնդիր է։ Հիմա տեսնենք ինչ ունենք ստեղ։ Մենք ունենք սա, որը եթե ինքը էքստրեմալ է, պետք է լիներ փոքր h-ից։ Այսինքն, եթե x-ը էքստրեմալ է, պայմանական, եթե x-ը պայմանական էքստրեմալ է, ապա, ուրեմն մի հատ նայում ենք սրան, այս phi y հանած phi x-ներ, այսքանը, սա պետք է լինի փոքր h-ից, սա ինքը արդեն փոքր h-ից է, նշանակում է սա էլ պետք է լինի փոքր h-ից։ Ուրեմն ինտեգրալ t0-ից t1, եկեք այս վեկտորի անունը մենք դրել ենք vt, vt h-ն, dt-ն ինքը հավասար է փոքր h-ի նորմից։ Բայց քանի որ ճիշտ է սա, ես յուրաքանչյուր կետում h-ն կարող եմ փոխարինել h ալիքով t-ով, որովհետև տարբերությունը էլի կլինի փոքր h-ից, այսինքն ստեղից ես միանգամից ստանում եմ, որ ինտեգրալ t0-ից t1 vt h ալիքով t-ն dt-ն հավասար է փոքր h-ից։
Ընդ որում, ես կարող եմ սկզբից դրել այս հաշալիկովը, հետո վերցնել համապատասխան կետը m-ի վրա։ Այսինքն սա ճիշտ է ցանկացած հաշալիկով t-ի համար, որը գտնվում է շոշափող տարածության մեջ։ Ուրեմն սա ճիշտ է ցանկացած հաշալիկով t-ի համար։ Ընդ որում, ստեղից հետևում է, որ ես կարող եմ այս փոքր O h-ի փոխարեն գրել փոքր O հաշալիկով, քանի որ իրանց տարբերությունը փոքր O h-ից։ Այսինքն ես ստանում եմ այն, ինչ որ ունեինք լեմում։ Ունեմ վեկտորական ֆունկցիա, որը ցանկացած շոշափող h-տ ֆունկցիայի համար, եթե հաշվում եմ այս մեծությունը, ստանում եմ փոքր O h-ից։ Հետևաբար ըստ լեմի կարող եմ ասել հետևյալը, որ վետեն ուղղայաց է շոշափող տարածությանը։ Ու սա ճիշտ է ցանկացած t-ի համար։ Այսինքն, եթե ճիշտ է լեմը, ապա արդյունքը ապացուցված է։ Ուրեմն հիմա լեմի ապացույցը ճիշտ ասած համարյա ակնհայտ է լեմի ապացույց։ Որովհետև ինչ կարող ենք անել։ Ուրեմն ունենք հետևյալը։ Հա, այստեղ ճիշտ ասած այս նախորդ ապացույցում ես ապացուցեցի, որ մի ուղղությամբ, եթե էքստրեմալ է, ապա ուղղայաց է, բայց կարող եք նաև գնալ հակառակ ուղղությամբ։ Եթե ուղղայաց է, ապա այս անդամը դառնում է 0, հետեւաբար այս մյուսը կլինի փոքր O եւ այլն։ Այսինքն թողնում եմ ձեզ ինքնուրույն հասկանալ, որ իրականում ապացույցը երկու ուղղությամբ էլ կարող են գնալ։ Ուրեմն լեմի ապացույց ինչ ունենք ինտեգրալ t0-ից t1 vt ht dt-ն հավասար է փոքր O h-ից։ Այս vt-ն ես կարող եմ ներկայացնել որպես երկու վեկտորների գումար, մեկը որ ուղղայաց է, մյուսը որը ընկած է շոշափող հարթության մեջ, այսինքն ուրիշ կերպ ասած, այս vt-ն ես կարող եմ փոխարինել իր պրոյեկցիայով։ Ուրեմն ստեղից հետևում է, որ ինտեգրալ t0-ից t1 v-ի պրոյեկցիա պետք է վերցնեմ x-t կետում, ուրեմն x-t կետում վերցնում եմ պրոյեկցիա օրթոգոնալ պրոյեկցիա շոշափող հարթության վրա vt-ի եւ ht վերցնում եմ սկալարարթրել dt-ն։ Ուրեմն սա պետք է լինի փոքր O h-ից։ Բայց h-ը ցանկացած էր, ես կարող եմ h-ը վերցնել հենց սա։ Հիմա տեսնում եմ, որ փաստորեն իհարկե չի բացառում, որ այս ուզում եի ասել հետևյալը, վերցնենք h-ը հավասար է սրան։ Վերցնենք h-ը հավասար է դրան։ Բայց հիմա սկսում եմ մտածել, որ միգուցե պետք է գրել մեծո չէ, ոնց տվել, մի վերքեն։ Ուրեմն իմաստը որն է, ունենք այս շոշափող տարածությունը, ստեղ ունենք վեկտոր, որը ֆիքսված է։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ H-ի փոխարեն վերցնում սրա բանը։ H-ի փոխարեն վերցնում եմ այս վեկտորը, որը ինչ որ մի վեկտոր է ֆիքսված, եւ բազմապատկում եմ էպսիլոնով։ Ուրեմն վերցնում եմ p վերցնում եմ սա, վերցնում եմ p xt
վետեն, բաժանում եմ իր նորմի վրա և բազմապատկում եմ էպսիլոնով։ Այդ դեպքում հաշի նորմը կլինի էպսիլոն, այսինքն եթե s ինչ որ միտեղ 0 չի, ապա հաշի նորմը կլինի էպսիլոնի կարգի, ու այդ դեպքում այս ինտեգրալը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, ինտեգրալ t0-ից t1, ինչ է ստացվում, ուրեմն եթե ես բազմապատկում եմ սրանով, s բազմապատկում եմ սրանով, լինում է էպսիլոն դուրս է գալիս և լինում է պարզապես սրա նորմը, pxt, vt և սրա նորմը dt։ Ուրեմն մեզ պետք է լինի փոքր o էպսիլոնից։ Ուրեմն ստեղից հետևում որ այս ինտեգրալը պետք է լինի 0, քանի որ կբաժանեմ էպսիլոնի կանցնեմ սահմանի, նշանակում է ինտեգրալը հավասար է 0-ի, ինտեգրալ t0-ից t1 pxt vt dt։ Սա էլ նշանակում է, որ ցանկացած կետում կամ գոնե s պետք է հավասար լինի 0, այդ էլ նշանակում որ համարյա ամենուրեք s պետք է լինի 0, բայց անընդհատությունից ստանում ենք, որ ինքը ամենուրեք պետք է լինի 0։ Ցանկացած t-ի համար pxt vt-ն պետք է հավասար լինի 0-ի։ Հուսով եմ համոզեցի, որ լեմը ճիշտ է, այսինքն եթե ցանկացած հաշի համար, որը գտնվում է շոշափող տարածության մեջ, սա հավասար է փոքր o հաշից, ապա v-ն ստիպված է լինելու ղայած ցանկացած կետում շոշափող տարածությանը։ Շատ լավ, ուրեմն այս ամեն ինչը այն դեպքում էր, երբ ունեինք մի կետ էվկլիդեսյան տարածության մեջ, որցում էր ույն համապատասխանող պոտենցիալ դաշտը, ունեինք մի կետ։ Հիմա նայենք ընդհանուր դեպքը, բնականաբար ոչ մի բան չեմ ավելացնելու, մենակ կձևակերպեմ, բայց ձևակերպումները շատ բնական են ու լրիվ նույն ձևով են տեղի ունենում, ոնց որ մի կետի համար։ Ուրեմն արդյոք հարցեր կան մի կետի վերաբերյալ։ Շատ լավ, ուրեմն Դալամբերի սկզբունքը n կետի համար։ Ուրեմն ունենք n կետից բաղկացած համակարգ, պոտենցիալ համակարգ, ուրեմն m-ի x-ի երկու կետով հավասար է մինուս գրադիենտ ըստ x-ի երրորդ փոփոխականի, x-ի փոփոխականի, x-ին կետ r3-ում, ում ֆունկցիա է r 3n-ից r, ու էլի ենթադրում եմ, որ ինքը սահմանափակ է ներքևից, այսինքն գոյության խնդիր չկա, բոլոր լուծումները ամենուրեք որոշված են։ Ուրեմն նայում եմ m բազմաձևությունը, որը ընկած է կոնֆիգուրացիոն տարածության մեջ, ուրեմն ողորկ բազմաձևություն, ենթադրում եմ, որ չափողականությունը հավասար է k-ի, այսինքն այդ նշանակում է, որ ես ունեմ 3n հանած k հոլոնում կապ։ 3n-ից հանած k ֆունկցիաներով որոշված է, կամ 3n հանած k հոլոնում կապ։ Յուրաքանչյուր i համար սահմանում եմ կապի հակազդեցության ուժը, լրիվ նույն ձևով ինչ որ մեկ կետի համար, մի կետի համար, ուրեմն f-ին, որը կլինի ֆունկցիա t-ից, այսինքն վերցնում եմ ցանկացած, մոռացա, վերցնում եմ xt, որը ընկած է m-ի վրա, ասենք t-ն թող փոխվի, ասենք r-ում։ Ուրեմն կա կոր, որը ամբողջությամբ ընկած է m-ի վրա, այդ կորի համար ես սահմանում եմ i երրորդ կետի վրա գործող հակազդեցության ուժը, լրիվ նույն ձևով, ուրեմն mi x-ի երկու կետով t և գումարած գրադիենտը ըստ x-ի երրորդ փոփոխականի։ Այսինքն վերցրեցի ես հավասարումը, ուժը տեղափոխեցի ձախ մաս ու
դրանց գումարը նշանակեցի f-ով։ Եթե f-ին հավասար է 0-ի, նշանակում է x-ին շարժվում է հենց պոտենցիալ դաշտում, բայց ընդհանրապես ասած դրա պատճառ չկա, որպեսզի պես լինի, որքանի որ f-իները ոչ մի կապ չունեն ու-ի հետ։ Իրանք ինչ որ անոն կապեր են։ Ուրեմն վերցնում եմ համապատասխան Լագրանժի ֆունկցիան, այս հավասար է ինտեգրալ, արդեն նայում եմ ինչ որ մի հատ t0 t1 հատվածի վրա, չէ, մի րոպե, Լագրանժի ֆունկցիան եմ գրում, ես կապ չունի t0 t1-ը, Լագրանժի ֆունկցիան կլինի կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերությունը, ին հավասար է 1-ից n 1 երկրորդ m-ի x-ի կետով քառակուսի եւ հանածու x, ու նայում եմ համապատասխան ֆունկցիոնալը φx հավասար է ինտեգրալ t0-ից t1 այս ամեն ինչի L dt կամ եկեք բանը գրեմ, որ կախված է x-ից եւ x կետովից։ Ուրեմն լրիվ նույն սահմանումն է, ուրեմն սահմանում x տեկորը, որ ընկած է m-ի վրա, phi պայմանական էքստրեմալ է, այստեղ սահմանում եմ պայմանական էքստրեմալի հասկացությունը, ըստ սահմանման նշանակում է հետևյալը, որ եթե վերցնեմ phi y հանած phi x, հաշվեմ տարբերությունը, ապա ստա կստացվի փոքր o y-ից հանած x, ստեղ y-ից հանած x-ը էլի C1 նորմն է, ընդ որում սա պետք է ճիշտ լինի, երբ y-ը ամբողջությամբ ընկած է բազմաձևության վրա, ընկած է m-ի վրա։ Ուրեմն պայմանական էքստրեմալ նշանակում է, որ phi դիֆերենցիալը, երբ նայում եմ n կորերի համար, որ ընկած են m-ի վրա, հավասար է 0-ի։ Ու թեորեմը ասում է հետևյալը, որ պայմանական էքստրեմումի համար անհրաժեշտ եւ բավարար պայման է Դալամբերի սկզբունքը։ Ուրեմն թեորեմ x-ը պայմանական էքստրեմալ է, x-ն ընկած է t0 t1-ի վրա, phi պայմանական էքստրեմալ է, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի Դալամբերի սկզբունքը, այս դեպքում յուրաքանչյուր մասնիկի համար չի, պետք է բոլորի համար միաժամանակ լինի, ուրեմն ցանկացած t-ի համար, որ ընկած է t0 t1 հատվածի վրա, եւ ցանկացած x-ի համար, որը ընկած է m-ին x-t կետում շոշափող տարածության մեջ, ուրեմն x-ն ինքը էքստրեմալ է, հետեւաբար ինքը ընկած է ցանկացած t-ի համար, ինքը պետք է պատկանի m-ին։ Այսինքն ես իրավունք ունեմ նայել x-t կետում m-ին շոշափող տարածությունը։ Ուրեմն այս վեկտորը կլինի շոշափող տարածության մեջ, բայց ես իրան կարող եմ նայել որպես վեկտոր R3-նում ու իրան գրել xi1 xn տեսքով։ Այս յուրաքանչյուրը R3-ից է։ Ուրեմն ցանկացած t-ի համար t0 t1-ից եւ ցանկացած x-ի համար շոշափող տարածությունից տեղին հետեւյալը գումար in հավասար է 1-ից n, ես վերցնում եմ հակազդեցության ուժերը, այսինքն այս սրանք, այստեղ պաստորեն չասեմ, որ սրանք կոչվում են հակազդեցության ուժեր, կապի հակազդեցության ուժերն են, ուրեմն i-երրորդ մասնիկի վրա գործող հակազդեցության ուժը նշանակել ենք f-ով, ու պետք է տեղի ունենա հետևյալը, f-ին, կամ եկեք բացահայտ գրենք, n x-ի 2 կետով t, գումարած գրադիենտ ու xt, գրադիենտը հաշվում եմ ըստ x-ի փոփոխականի,
եւ վերցրեմ սկալարարտրել քսի-ի հետ։ Սա պետք է հավասար լինի 0-ի։ Ուրեմն ապացուցելու համար պետք է վերցնենք, անենք լրիվ նույն բանը, կստանանք ապացույցը բազմաչափ դեպքում։ Իրոք նույն բանն է, ոչ մի նոր մտահղացում չկա։ Մի քիչ ավելի երկար են բանաձևերը, բայց ամեն ինչը նույնն է։ Շատ լավ, ուրեմն էս էր Դալամբերի սկզբունքը։ Եթե կարճ ասենք, ուրեմն եթե ունենք ML Լագրանժյան համակարգը, որը ստացվել է ինչ որ մի բնական համակարգից, այսինքն ստացվել է ինչ որ մի Լագրանժի ֆունկցիայից, գումար ին հավասար է 1-ից n 1 երկրորդ m-ի x-ի կետով քառակուսի հանած ux, ապա x-ն, որտեղ տեն պատկանում է t0 t1-ին, ml-ի ուղեծիր է կամ լուծում է, ml-ի լուծում նշանակում է ես վերցնում եմ, գրում եմ ml-ին համապատասխան Լագրանժի հավասարումները, ու ես x-ն նայում եմ որպես կոր m-ի վրա։ Ուրեմն x-ն ml-ի լուծում է, այն եւ միայն այն դեպքում, երբ ճիշտ է Դալամբերի սկզբունքը։ Ինչի, որովհետև այս նախորդ թեորեմը ասում է, որ պայմանական էքստրեմալը այդ նույնն է, ինչ որ Դալամբերի սկզբունքը, իսկ պայմանական էքստրեմալն էլ, այս նախորդ հաշվարկը ցույց է տալիս, որ պայմանական էքստրեմալը այդ նույնն է, ինչ որ ML-ի լուծում։ Այսինքն նույն ձևով ոնց որ արեցինք մի մասնիկի համար, կարող ենք անել նաև այս դեպքում։ Շատ լավ, այս ամեն ինչը տեսությունն է, հիմա լավ կլինի մի հատ էլ օրինակ հասկանանք, թե ինչ է տալիս այս ամբողջ տեսությունը։ Իրականում նոր բան, սկզբունքային նոր բան չի տալիս, պարզապես երբեմն հաշվելը դառնում է ավելի հեշտ, քանի որ կարիք չունենք փոխելու կոորդինատները, կոորդինատական համակարգ ներմուծելու եւ այլն։ Ուրեմն նայենք մի պարզ օրինակ։ Ուրեմն ենթադրում եմ, որ ունենք ինչ որ մի ուրեմն ուղղայաց առանցք, ասենք անունը դրանք չգիտեմ z, 0 կետում ամրացված է ինչ որ փայտ, անվերջ, որը, մոռացա ասել, որ այս ամեն ինչը, այս օրինակի համար մեզ պետք է ոչ ինքնավար դեպքը։ Ուրեմն այս ամեն ինչը ինչ որ հաշված է, ճիշտ է նաև այն դեպքում, ասենց անեմ, այս օրինակը թող գնա մի քիչ ներքև, մեզ բանի մասին էր, Լագրանժի համակարգի և Դալամբերի սկզբունքի կապի մասին, ուրեմն երկրորդ բանը, որ ամեն ինչ ճիշտ է նաև այն դեպքում, ամեն ինչ ճիշտ է, երբ m-ը կախված է t-ից։ Այսինքն այն ֆունկցիաները, որոնք տալիս են սահմանում են m բազմաձևությունը, կախված են t-ից։ Ունենք f1 tx հավասար է 0-ի և n 3n հանած k tx հավասար է 0-ի։ Այսինքն հոլոնոմ կապերը կախված են t-ից, ու ստանում ենք mt։ Այսինքն այս նույն բանը ինչ որ գրված է ստեղ, ճիշտ է, այս x-տեն պետք է պատկանի mt-ին ցանկացած t-ի համար, ու ցանկացած քսի համար, որը գտնվում է m արդեն t-ին շոշափող տարածության մեջ, ցանկացած քսի համար պետք է լինի այս հավասարությունը ճիշտ։ Լրիվ նույն բանն եք անում, իրականում եթե նայեք, բոլոր ապացույցները ճիշտ են նաև այս դեպքում։ Շատ լավ, հիմա վերադառնանք այս օրինակին։ Ուրեմն ունենք ինչ որ մի փայտ, որը z առանցքի հետ կազմում է, ասենք ինչ որ մի ալֆա անկյուն,
ու օմեգա արագությամբ պատտվում է այս բանի շուրջ, առանցքի շուրջ։ Փայտի վրա անցկացնում ենք մատանի, ենթադրում ենք, որ շփում չկա, դե մատանին դուրս չի գալիս փայտի վրայից, այսինքն ինքը ինչ որ այս տեսակ շարժում է անելու, բայց բնականաբար ինքը կարող է վերև ներքև շարժվել, այս կողմ կամ այն կողմ։ Հարցը ոնց նկարագրենք մատանու շարժումը, արդեն ոչ թե բնականաբար այս, ասենք, ելի Լագրանժյան համակարգ է, չէ, ունենք բազմաձևություն, այս փայտով սահմանված բազմաձևությունն է, այսինքն միջափանի բազմաձևություն, կարող ենք ներմուծել կոորդինատներ, գրել հավասարումները Լագրանժի ու ստանալ հավասարում, բայց ուզում ենք այդ նույն բանը անենք Դալաբերի սկզբունքով։ Բնականաբար համարժեք են, բայց մի քիչ ավելի հեշտ կլինի գրելը։ Ուրեմն որպես կոորդինատ ընտրում ենք մատանու հեռավորությունը O կետից, ուրեմն Q-ն հեռավորությունը O կետից։ Այդ դեպքում ուրեմն ինչ եմ ես ուզում անեմ, ես ուզում եմ գրել x-ի կոորդինատը որպես ֆունկցիա q-ից։ x-ն հավասար է։ Ուրեմն ենթադրում եմ, որ 0 պահին այս փայտի պրոյեկցիան xy հարթության մեջ լավ մի քիչ աջող չստացվեց, այս x եկեք ZR-ը անուն դնեմ x3 x3 ուրեմն ստեղել կլինի x1 x2։ Ուրեմն ենթադրում եմ, որ սկզբնական պահին փայտի պրոյեկցիան համընկել է x1 առանցքի հետ, այդ դեպքում հեշտ է հասկանալ, որ այս x-ն կարող եմ գրել հետևյալ ձևով։ Q-ն ես չգիտեմ, ինքը կախված է t-ից, բայց կարող եմ նկարագրել փայտի ուղղությամբ միավոր վեկտորը։ Ուրեմն ինչ կլինի։ Կլինի սինուս ալֆա, միավոր վեկտորը պրոյեկցիան է x1 x2 հարթության մեջ, պրոյեկցիայի երկարությունն է x1 x2 հարթության մեջ, եւ պետք է պրոյեկտեմ պրոյեկցիան, այստեղ եթե ունեի ինչ-որ միավոր վեկտոր, ասենք շնորհակենք y-ով, y-ն կախված է t-ից, ուրեմն սրա պրոյեկցիան իր երկարությունը կլինի սինուս ալֆա ու իրան էլ ես պետք է պրոյեկտեմ x1 եւ x2-ի վրա։ Բայց ես գիտեմ այս անկյունը, եթե ես ենթադրեմ, որ սկզբնական պահին պրոյեկցիան համընկել է x1 առանցքի հետ, ապա այս անկյունը կլինի օմեգա անգամ t։ Ուրեմն կստացվի կոսինուս օմեգա t, երկրորդ կոորդինատ կլինի սինուս ալֆա սինուս օմեգա t եւ երրորդ կոորդինատը կլինի կոսինուս ալֆա։ Ուրեմն x-ն է։ Ենթադրում եմ, որ մատանին ունի ինչ-որ զանգված, ասենք m, այդ դեպքում պոտենցիալ էներգիան ու x-ը հավասար կլինի m gx3։ Ուրեմն Դալամբերի սկզբունքի համար ինձ պետք է նաև գրադիենտը հաշվել, գրադիենտ ուն կլինի պաստորեն 0, 0 եւ ստեղ կլինի mg։ Այսինքն կարող եմ գրել mg անգամ երրորդ միավոր վեկտորը։ Հիմա հաշվենք x-ի ածանցյալները, ուրեմն x-ի ածանցյալը հավասար է ուրեմն այս մի վեկտորի անունը ես դրել եմ այս անուն դրել եմ y, x-ի ուղղությամբ y-ած վեկտորի անունը ես դրել x-ի չէ, փայտի ուղղությամբ միավոր վեկտորի անունը ես դրել եմ y, ուրեմն ինքը ունի եկեք մի տեղ գրեմ y-տեն հավասար է սինուս ալֆա կոսինուս օմեգա, այսինքն ստեղ գրված է, իզուր եմ նորից գրում, եկեք պարզապես ես գրեմ, որ հավասար է qt
եւ յետ է։ Ուրեմն x կետովը կլինի q կետով ե գումարած q անգամ ե կետով, x երկու կետովը կլինի q երկու կետով ե գումարած երկու անգամ q կետով ե կետով եւ գումարած q ե երկու կետով։ Հիմա գրում եմ դալամբերի սկզբունքը։ Ուրեմն m x երկու կետով գումարած ու x-ը պետք է ուղղայած լինի այս փայտի շոշափող տարածությանը, բայց փայտի շոշափող տարածությունը հենց ինքն է։ Այսինքն փայտի շոշափող տարածությունը հենց տրված է ե վեկտորով։ Այսինքն այս սկալարարտրյալ ե t-ի հետ պետք է հավասար լինի 0-ի ցանկացած t-ի համար։ Շատ լավ, հիմա գրենք ինչ ստացվեց։ Ուրեմն m այս նույնն է, որ գրենք հետևյալը։ m դե ով որ կա բոլորը գրում ենք q երկու կետով ե բոլորը կախված են t-ից գումարած երկու անգամ q կետով ե կետով գումարած q ե երկու կետով այս գրեցի m x երկու կետովը գումարած ուն ու-ի գրադիենտը հավասար է mg անգամ e3 e3-ը սա էր mg e3 ու այս ամեն ինչը պետք է բազմապատկեմ e-ով ու այս եմ սկալար արտադրյալ։ Սա պետք է հավասար լինի 0-ի ցանկացած t-ի համար։ Ուրեմն e անգամ n տալիս է 1։ Նախ նկատենք, որ m-ով կարող եմ կրճատել, որտեղ m-ը ամենտեղ կա, այսինքն m-ը կարող եմ չգրել։ Ինչ է ստացվում q երկու կետով գումարած երկու q կետով ե կետով ե գումարած q անգամ ե երկու կետով ե եւ գումարած mg սկալարարտրյալ e3 ե։ Սա հավասար է 0-ի։ Հիմա ե կետովը որ հաշվում եմ, այս սրա ածանցալը պետք է հաշվեմ։ Ուրեմն ե կետովի ածանցալը ե-ի ածանցալը, ասենք ե կետովը կախված t-ից հավասար է, ուրեմն ինչ կստացվի երրորդ կոորդինատը կլինի 0, սինուս ալֆան կարող եմ հանել դուրս, կստացվի սինուս ալֆա, որ ածանցում եմ ըստ մի հատ էլ օմեգա է դուրս գալիս, այդ օմեգան էլ հանեմ դուրս, ինչ կմնա մինուս սինուս օմեգա t և կոսինուս օմեգա t։ Երրորդ կոորդինատն էլ հավասար է 0-ի, սա մի անգամ էլ պետք է ածանցեմ, երկրորդ ածանցալը, մի օմեգա էլ դուրս կգա, կլինի օմեգա քառակուսի սինուս ալֆա, ուստեղ կլինի մինուս կոսինուս օմեգա t մինուս սինուս օմեգա t ու 0։ Այսինքն եթե ես վերցնում եմ e1-ի e1-ը ե կետովը ե-ի հետ, ապա հեշտ է հասկանալ, որ ստացվում է 0։ Եթե վերցնում եմ սրա սկալար արտադրյալը այս սրա հետ, ստացվում է 0։ Երրորդ կոորդինատը գնում է, ստեղ էլ սինուսն ու կոսինուսները տարբեր նշաններով են։ Այսինքն սա հավասար է 0-ի։ Ե2 կետով ե-ն դժվար չի հաշվել, ուրեմն ե2 կետով ե-ն ինչ է ստացվում, ուրեմն օմեգա քառակուսի սինուս ալֆան կարող եմ գրել, պետք է սա բազմապատկեմ, դե կոսինուսները նույնն են, առաջի կոորդինատների, ստեղ կա կոսինուս, ստեղ կա կոսինուս, երկրորդ կոորդինատների սինուսներն են նույնը, բայց կա ստեղ մինուս նշանը, այսինքն մի փոքր մտածելուց հետո հասկանանք, որ ստացվում է սինուս քառակուսի ալֆա։ Եվ վերջապես e3 ե-ն այդ պարզապես ե-ի երրորդ կոորդինատն է,
ուրեմն սա ստացվել է մինուս նշանը մոռացա, մինուս օմեգա քառակուսի սինուս քառակուսի ալֆա, սա էլ ստացվել է y-ի երրորդ կոորդինատը, այսինքն կոսինուս ալֆա։ Այս ամեն ինչ որ գրում ենք, ստացվում է հետևյալը, q երկու կետով հանած օմեգա քառակուսի սինուս քառակուսի ալֆա q եւ երրորդ անդամը լինում է գումարած mg կոսինուս ալֆա հավասար է 0-ի, կամ կարող եմ գրել որպես ազատության մեկ աստիճանով պահպանողական հավասարում, լինում է օմեգա քառակուսի սինուս քառակուսի ալֆա անգամ q եւ հանած mg կոսինուս ալֆա։ Այսինքն նույն բանը կստանայինք, եթե մենք այս համակարգը փորձեինք գրել որպես Լագրանժյան համակարգ այս մեկ չափանի բազմաձևության վրա։ Շատ լավ, արդյոք կան հարցեր։ Դե, եթե հարցեր չկան, ուրեմն այսօր այսքանը, տեսություն բոլորին։ Հաջողություն։ Ռուբեն, դեռ ստեղ ես։ Հա